Այսօր Հայաստանում կա մի վտանգավոր լռություն, սիրելի բարեկամներ։ Եվ դա խաղաղության, ապահովության լռությունը չէ, որ կարող է թվալ առաջին հայացքից։ Դա իրականում անվստահության լռությունն է։ Վերջերս նկատած կլինեք, որ տարբեր սոցհարցումներ անցկացվեցին, օրինակ Ամերիկյան Հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումները, որտեղ ըստ որոնց, եթե Գալիք Կիրակի օրը ընտրություն կատարեին, ապա հարցվածների ընդամենը 24%-ն էր վստահություն արտահայտում իշխող ուժի նկատմամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ։ Այսինքն մարդիկ անտեսում են, որ ավելի քան 70%-ը, 75%-ը ժողովրդի իրենց չի վստահում եւ իրենց չի աջակցում։ Այսինքն մեծ հաշվով դեմ է իրենց, չկա վստահություն նրանց նկատմամբ։ Դա իրենց չի անհանգստացնում։ Իրենց միայն ուրախացրել է այն, որ համեմատ մյուս ուժերի իրենք ունեն ավելի բարձր վարկանիշ։ Այսինքն եթե մյուսներն ունեն 10%, 9% ընդդիմադիր ուժերը, նրանց համեմատ իրենք մի 10% ավել վարկանիշ ունեն, իրենք երջանիկ են։ Եվ այսպիսով մենք տեսնում ենք, որ իրենք արհամարած ունեն ժողովրդի մեծամասնության կարծիքը։ Եվ ժողովրդի մեծամասնության այդ անվստահությունն իրենց նկատմամբ իրականում հենց այն վտանգավոր լռությունն է, որի մասին ուզում եմ խոսել։ Սա իրականում վստահության ճգնաժամ է ամբողջ քաղաքական համակարգի նկատմամբ եւ նաև զավեշտալին այն էր, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը ուներ ավելի քիչ վստահություն, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ինչը իհարկե կասկած է հարուցում այդ հարցումների օբյեկտիվության նկատմամբ, բայց ամեն դեպքում։ Այսինքն մենք ունենք գլոբալ ամբողջ պետական քաղաքական համակարգի նկատմամբ անվստահության լռություն։ Իսկ դա իրականում վտանգավոր իրողություն է։ Մարդիկ այլևս չեն հավատում իշխանության խոսքերին, մեծ հաշվով ավելի չեն հավատում նաև ընդդիմության խոսքերին։ Նրանք լսում են հայտարարություններ, բայց ապագա չեն զգում այդ հայտարարություններում եւ իրենց ապագան, իրենց երեխաների սերունդների ապագան չեն կապում եղած քաղաքական ուժերից որևէ մեկի հետ։ Տեսնում են վերամբարձ խոսքեր միայն, այլ ոչ թե ռազմավարություն, եւ ամենավտանգավորն այն է, որ հասարակությունը սկսում է դրա հետ համակերպվել։ Այսինքն այլ ընտրանքներ չի տեսնում։ Քաղաքականությունը վերածվել է անվերջ վեճերի, փոխադարձ մեղադրանքների եւ էժանագի ներկայացումների շոուների, որի ականատեսն ենք այսօրերին հատկապես ավելի շատ, սկսած այդ ուրախ ավտոբուսի շոուներով եւ վերջացրած տարբեր բեմականացումներով։ Բայց դա չէ իրականությունը։ Ժողովուրդն ապրում է իրականության մեջ, ծանր հոգսերի մեջ, վարկերի բեռի տակ, իր երեխաների ապագայի նկատմամբ անհանգստությամբ, մտահոգությամբ։ Եվ այսօր գլխավոր հարցը նույնիսկ այն չէ, թե ով է ճիշտ, ով է մեղավոր։ Ոչ, այդ հարցը այլևս ակտուալ չէ։ Գլխավոր հարցը այն է, թե կա արդյոք երկրում կամ կլինի արդյոք երկրում այն ուժը, որը կարող է մարդկանց առաջարկել իմաստ, առաջարկել ապագայի ուղղություն, լավատեսություն։ Որովհետև պետությունը միայն իշխանությունը եւ ընդդիմությունը չէ։ Պետությունը դա առաջին հերթին վստահություն է մարդկանց եւ իրենց ապագայի միջև, ինստիտուտների նկատմամբ նաեւ վստահություն։ Իսկ այդ վստահությունն այսօր զրոյական մակարդակում է։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ հենց նման պահերին են ծնվում նոր գաղափարներ, նոր ուժեր եւ նոր առաջնորդներ։ Ուղղակի սկզբում դուք կարող եք նրանց չնկատել։ Մեր երկիրը Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է խելացի մարդկանցով եւ նաեւ ուժեղ ու խելացի սփյուռքով, բայց երկրին այսօր անհրաժեշտ է նոր քաղաքական մշակույթ, ավելի քիչ կարգախոսներ, ավելի շատ ռազմավարություն, ավելի քիչ հիստերիկ էմոցիաներ, ավելի շատ պատասխանատվություն, ավելի քիչ սուտ եւ ավելի շատ ճշմարտություն։ Մեզ պետք են քաղաքական գործիչներ, ովքեր խոսում են ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Ոչ թե այն մասին, թե ով է մեղավոր, այլ այն մասին, թե ինչ է վերջապես պետք անել։ Որովհետև Հայաստանի ապագան չի սկսվում իշխանության եւ ընդդիմության աշխատասենյակներում, սիրելի բարեկամներ, որքան էլ մեր ժողովրդին ստիպում են այդպես մտածել։ Ոչ։ Այն սկսվում է հենց ձեր, մեր բոլորի հասարակության գիտակցության մեջ։ Եվ երբ հասարակությունը կրկին հավատա, այդ ժամանակ էլ կհայտնվեն այն ուժերը, որոնք կկարողանան փոխել երկիրը, բայց միաժամանակ նրանք նաև պետք է հայտնվեն, որպեսզի այդ հավատը վերականգնվի։ Իսկ նրանց հայտնվելը անխուսափելի է լինելու։